Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ Հայաստան դաշինքից պատգամավորության տեխնատու Միլդադ Մադաթյանից, շնորհակալ եմ Միլդադ։ Մենք ամեն շաբաթ ռեժիմի ոնց որ կհանդիպենք, խոսենք կարևոր թեմաներից։ Կարծում եմ, հիմա մանավանդ պետքա որ անալիզ անենք, հասկանանք ինչ տեղի ունեցավ շաբաթվա ընթացքում, կարծում եմ ճիշտ կլինի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, վերվեց ժողովրդավարության կամ ժողովրդի իբր կամքով, որ այո, Հայաստանում իրավունք չկա, որևէ մեկը երրորդ ժամկետ գա իշխանության, այդ դրա համար պետք է դուրս գալ փողոց, փոխել իշխանություններին, հա։ Հիմա բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է արդեն գնում երրորդ ժամկետ եւ ըստ էության ձգտում է կրկնել Բերդի Մուխամեդովի ճակատագիրը, դեռ մի բան էլ հիմա քարոզչական մի պլակատ տեսա, ընդ որում իրենց առաջնային դեմքերից մեկն էր տարածել Սարիգը Գյումրու, որի վրա գրված էր առանց Փաշինյան չկա Հայաստան։ Սա շատ դաժան բան չի, բախտ չի ժողովրդի համար, որ առանց Փաշինյան չլինի Հայաստան։ Ուր ենք հասել լավ այդ մարդկանց հոգեբանության տեսանկյունից, որ իրենք համարում են առանց Փաշինյան չկա Հայաստան, հաշվի առնելով այլ քաղաքական բաներ մի կողմ դողնենք, ասում են բավական լուրջ առողջական խնդիրներ ունի, վաղը մի սուր մարդ ես Նիկոլ Փաշինյանը խորհրդանում է այդպիսի ելույթներ, հա, եթե այս մարդու հետ մի բան պատահի, բա մեր ազնիվ ցեղը կգնա ու կորչի, այսպես, այդ նախ վերցնելով։ Նախ ուզում եմ ասել, որ ժողովրդի պահանջով չեկավ Նիկոլ Փաշինյանը, այստեղ եկեք թեթև կորեկտիվ մտցնենք, 2018 թվականին ժողովուրդը ուներ արդեն հոգնածություն եւ այդ հարմար պահին, հարմար տեղում գտնվեց Փաշինյանը։ Այդ հասկացա։ Եվ այտենց ինքը դարավ ինչ-որ բան։ Հիմա ինչ վերաբերում է սրան, եկեք տրամաբանենք Հայաստանի ֆորմատում չէ, Ֆրանսիայի ֆորմատում ասենք։ Կամայական ղեկավար գալիս է մեծ էմոցիաներով իշխանության, առաջի սրոկից հետո այդ էմոցիաները իջնում են մինչև լավագույն դեպքում եմ ասում, ասենք Շարլ դե Գոլի դեպքում, հասկացա՞ք, ասենք, չգիտեմ, 50-60%, հա, 10-րդ տարուն դա արդեն դառնում է հոգնեցուցիչ։ Ինչքան ուզում է լավ ղեկավար լինի, հա, չքնաղ ղեկավար։ Անկամ վատի մասին է։ Հա, վատի մասին չենք խոսում, մենք լավ ղեկավարի մասին ենք խոսում։ 10 տարից հետո դա ժողովրդի համար դառնում է հոգնեցուցիչ եւ դրա համար էլ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ առաջադրվելը տրիգեր հանդիսացավ, ոչ թե պատճառները շատ էին, տրիգեր հանդիսացավ, որպեսզի հա այս բունտը տեղի ունենա։ Հիմա եկեք երկրորդ մասը, այսօրվա դրությամբ այդ չհոգնած մասան, որ այսօր Փաշինյանը պատժ կանում, հա, աջակցում ու աջակցելու է, հա, հիմնականում մարդիկ են, ովքեր ոչ թե երկրի ղեկավար են ընտրում, ոչ թե հավասար են ընտրում, այլ ընտրում են իդոլ, հա, մի բան, որին պետք է իրան ձգտեն, որը աստվածային հատկանիշներ ունի եւ այլ իրավիճակներ։ Հենց Սարիկի այդ սլոգանը, այդ լոզունգը, որին խփել է, խոսում է իր ցածր մակարդակի մասին, կարիքների, հոգեբանական եւ այլ առումներով։ Բայց դրա կարիքը չկար, առանց դրա էլ գիտենք, որ այդ տղան ցածր մակարդակի։ Դե հիմա այդ մարդը այդ մակարդակի մեջ որոշել է, որ բան անի։ Դա կա մի հատ մասա, որի համար ամենաբարձր կետում Նիկոլ Փաշինյանն է, հետո մի քիչ ներքև Արարիչը, հետո հա Քրիստոսը, հետո նոր մնացած բոլորը, հա։ Հենց սա է պատճառը, որ անպայման կան մարդիկ, ովքեր Փաշինյանի վեհապարի նկատմամբ ոտնձգություններին աջակցում են։
Որտեվ Փաշինյանը Աստծուց բարձր է, ու եթե Փաշինյանը Աստծուց բարձր է ու ասում է, որ վեհապարը սխալ է, ուրեմն պետք է ընդունվի։ Դա կարող ենք ասել, դա ոչ թե այդ ներողություն արտահայտության համար Աստծոց բարձրի մոտեցումն է, այլ այդ մարդիկ ըստ էության ճիշտ չունեցող կամ արժեքային համակարգ չունեցող մարդիկ են, ում համար ճիշտ է, թե այդ պահին ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որովհետև եթե Փաշինյանը վեհապարին գովերքեր, իրենք աջակցելու էին վեհապարին, այսինքն այդ մարդկանց համար սկզբունքներ, մոտեցումներ, գնահատականներ չկան։ Ճիշտ է այն, ինչ ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանը, սխալ է այն, ինչ սխալ է համարում Նիկոլ Փաշինյանը։ Հենց այս սկզբունքը դառնում է հենց նրա համար, որտեվ իրանց համար Նիկոլ Փաշինյանը գոյության, արարման, աշխարհի ամենաբարձր ինստանսն է։ Ինչը Նիկոլ Փաշինյանը եթե Տրամպի մասին վատ ասի, Տրամպը վատն է, ճիշտ ասի, ճիշտն է եւ այլ իրավիճակներ։ Սրանց եկեք սրանց անունը դնենք ինադու։ Սրանք ինադու մարդիկ են։ Իրականում այս մարդիկ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո իրանց ապրելակերպը չի փոխվել։ Իրանք նույն կերպ ապրել են, ոնց ապրել են նախկին կարգերի շնորհիվ, հիմնականում դրանք վատ սոցիալական բան ապահովվածություն, միջին ցածր, հա, ասենք չասենք վատ, ունեցող մարդիկ են, որոնք հիմա էլ են այդպես ապրում։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրանց պետք է որպեսի լինի ինադու լավ ապրողներին, ինադու հասկացած, չգիտեմ, հաջողակներին, ինադու հասկացած մնացածին։ Ես կարծում եմ, որ Սարիկի մոտ էլ է այս կոնցեպտը աշխատում, ինադուի կոնցեպտը աշխատում, հա, ուրիշ ձևի հնարավոր չէր։ Մենք նման պանձի պաշտամունք ունեցել ենք Ստալինյան ժամանակաշրջանում, հա, խորհրդային շրջանում, երբ որ Ստալինի մահվանի ժամանակ ահագին մարդ զոհվեց սաղմանը, մարդիկ կարծում էին, որ վերջ, աշխարհը վերջացավ եւ այլ իրավիճակներ։ Մենք ունեինք Լենինի հանձի պաշտամունք սովետ շրջանում, չէ, որ Լենինը Աստծուց բարձր էր կանգնած, Լենինի ասած բառերն է ցիտվում, ընդ որում ոչ մեկ չէր հսկում դա ասել թե չի ասել Լենինը բոլորովին, ու փոքր ժամանակ ինքը միած սիրուն էր։ Ու նկար էին դրել, որ դա Լենինն է եղել ու չէին հասկանում, թե ոնց է հետո մեծացել, տենց քաչալ ու գեշտար է այդ մարդը։ Ինչ որ է հասկացար, հա, այս անձի պաշտամունքի մասը, հա, եղել է, այս նոր բան չի։ Նույն անձի պաշտամունքը եղել է ֆաշիստական Գերմանիայի շրջանում, հասկացար, Հիտլերի այդ անձի պաշտամունքը Հիտլերի ժամանակաշրջանում էլ կար, հա, այս միշտ այդ փոքր առանց իզմերի, հա, ասենց ասեմ, հա, իրենց հրճակող մարդկանց այս բանը, դա անձի պաշտամունքի բերելն է։ Նիկոլը բերել է անձի պաշտամունքի, այս ամբողջ խնդիրը։ Հիմա ինչ որ մի հատ մասսա կա, որ այդ անձի պաշտամունքը ունի։ Հիմա այդ որ ասցիք ինադու, իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանն էլ այդպես ինադներով է առաջնորդվում, գոնե աշխարհաքաղաքական իմաստով, հա, այն ժողովրդական մի խոսք կա, չէ, որ էլերին ինադու, գելերին քամակ են տալիս։ Հիմա ռուսներին ինադու, Նիկոլ Փաշինյանը կարծեք թե Ալիևին քամակ տալու բանի process-ի մեջ է եւ խոսում են իբրև թե ռուսներին այս կամ այն անհարմարությունը պատճառելը ինքնիշխանության դրսևորում է, բայց այդ նույն ինքնիշխանությունը չի դրսևորում, երբ որ Ալիևը ասում է ձեր համանդրությունը պիտի փոխեք։ Տեսեք, այս ռակուրսից որ նայում ես, Փաշինյանի ստրատեգիան ընդհանրապես անհասկանալի է։ Զելենսկին գալիս է Ալիևի մոտ, հասկացար իրանք իրար հետ ինչո պլազդարմ են ուզում մշակել եւ այլ, ընդ որում եւ ռազմական առումով եւ բանակցությունների առումով եւ այլ, բայց Փաշինյանը պաշտում է Զելենսկուն ու Փաշինյանը Զելենսկու հետ հասկացար փորձում է հարաբերություններ, հա, կարգավորել։ Ռուսաստանի հետ վիճում է էլի չհասկանալով ինչի համար, հա, կոնֆլիկտների աբերում ամբողջ ազգին ծանրացնելու գնով։ Դեպի Եվրոպայա ինչ որ ձևի ուղի բռնել այն Եվրոպան, որը այսօր ինքը չգիտի թե ինքը որտեղ է գտնվում։ Այսօր Եվրոպան շատ հեղեղուկ վիճակի մեջ է։ Այն առաջվա Եվրոպան չի։ Շատ բաներ փոխվել են, էլի։ Այսինքն որ ասում եք դեպի Եվրոպա, ինչ որ նիշ տակ, էլի, դեպի որ նիշն են գնում, այդ նիշն էլ չկա։ Այնպես որ այդ որ ինքը ասում է ապագա կա, այդ ապագանը ինքն է չի կարա նկարի այդ ապագա մեր համար։ Մեկը որ հարցնի ասի ցույց տուր այդ ապագան, ընկեր ջան, չի կարա։ Իր այս մոտեցումները հիմնականում փուչիկների վրա է հիմնված։ Ընդհանուր առմամբ 90-ական թվականներից սկսած Նիկոլ Փաշինյան պերսոնան, քանի որ ես այդ շրջանից հիշում եմ Փաշինյանին որպես բանսարկու, երբ որ համասարանից հեռացրեցին իրան, հա, հիշում եմ, ես ինքը այդ շրջանում եղել է։
Վանո Սիրադեղյանի սպասարկության տակ էր ինքը դրա համար ինքը ապրեց փուչիկների վրա է հիմնված եղել ընդ որում փուչիկները փչում էր ինքը то есть եթե երկրում ոչ մի բան չէր պատահել կարար առավոտյան արտանալ հորիներ մի հատ փուչիկ այդ փուչիկը հրապարակեր հետո այդ փուչիկը սարքեր խոսակցություն հետո մարդիկ սկսեին չարչարվել որ այդ փուչիկը հերքեին Սա եղել է ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան գործունեության։ Հիմա երկրի ղեկավար լինելով ինքը նույն ձևի է շարունակում։ Հա, փուչիկը որպես խաղաղություն ինքը մատուցում է ժողովրդին ու չի ասում եկեք խաղաղություն են գնում, ինքը ասում է տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Տեր կանգնել արդեն մի բանի, որը որ կա։ Չէ, տենց են տեր կանգնում, էլի։ Տեր կանգնեք, այդ շակմա ինքը կա, մենք հիմա պետք է պատասխանատվություն վերցնենք մեր վրա։ Դենա Սարիկը ասում է, քանի կա Փաշինյան, կա Հայաստան, չկա Փաշինյան, չկա Դե, Հայաստան։ բայց այդ խաղաղությունը ինքը չի սահմանը դեռևս։ Խաղաղությունը սահմանված չի։ Ընդ որում մի կողմանիա հնչում, ստեղից հնչում է Ալիևի կողմից դա չի հնչում։ Ընդ որում իր երկրորդ դեմքը Ալենը Սիմոնյանը ասում է մեր խաղաղության երաշխավոր Ադրբեջանն է, ես չեմ կարող հասկանալ ոնց կարա մեկի ծեծ չուտելու երաշխավորը իրան ծեծողը։ Այսինքն երբ ուզի կծեցի էլի վերջը։ Չէ՞, չի դուս գալի։ Այս բան չի ուզում, մյուս բան կարա ուզի էլի։ Կարող է այս բան չի ուզում հենց որ ընտրությունները անցնի։ Ոնց։ Հանձնվենք։ Հանձնվելու դեպքում դու պիտի դառնաս իրան ստրուկ, այդ մարդը քեզ ուղարկելու է պապիրոսի։ Էսա խնդիրը, հա, հասկացեք, բայց սա արդեն չեղավ խաղաղություն։ Ստե խաղաղություն չեղավ, որտեղ վաղը մյուս օր նույնիսկ եթե բոլորովին հանձնվեցինք, մի օր պրոստը քեֆը լավ կորոշի ծեծել էլի։ Ուղակի տենց է չէ լինում կամ հարևաններին բան հասկացնելու հա հարևաններին բան հասկացնելու համար կամ ընդհանրապես որ դու ապրում ես մենք հազարավոր տենց մարդկային բաներ ունենք չէ խի կաս դու չպետք է Ես մի պատմություն հիշեցի Միրդատ ուրեմն 90-ականներին Հայաստանում աղանդները թափ են հավաքում եւ իշխանությունները մտածում են ոնց որտեվ ասում են շատ ագրեսիվ են այդ աղանդները արևմուտքից էլ ճնշում կար ինչ պետք է անել որ այդ աղանդները բան անեն մեկ խելքի գային ինչ են որոշում անել իշխանությունները սպայն անունը չտամ ով է որոշում են ծեծել հինդուիզմի հետևորդներին առաջարկը որ ասում են ինչի ասում են չէ ասում այդ խումբը ստեղ աշխարհական տեր չունի հաստատ հետևից չեն գա բայց մնացածին դաս կլինի որ ոնց որ մնացածին դաս կլինի որ ոնց որ աղանդերին չենք խրախուսում ասենք Եհովայի վկաներին ծեծեին ամերիկան կմիջամտեր բան հա հիմնական աղանդերին տեղս այդ հինդուիզմի հետևորդներին ծեծում են ու այդ բանը Ամերիկը դրա մասին տեսանյութ ունի դրանց բռնության ենթարկելու վերաբերյալ որպեսզի դաս լինի մյուս աղանդավորներին հիմա Նիկոլ Փաշինյանն էլ մեզ է այդ վիճակում հասցրել Հայաստանին որ Ալիևին եթե բան պետք լինի հարևաններին բան բացատրելու մեզ պիտի ծեծի որ բան բացատրի որովհետև մյուս ուղություններով չի կարող գնալ բայց մեզ ծեծելով ինչ որ բան կհասկացնի այն մարդկանց որ ինքը լավ տրամադրություն չունի դե կարծես թե տենց էլ վարվել է իր վերջի շրջանում կառավարման հա պատերազմից հետո ինքը շարունակաբար մեզ ածեց է ջերմուկի դիրքերը ասում է ոչինչ թող մնան բայց մենք ինքը Ադրբեջանի բանը տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք երկու անգամ ավել ես ասում ինչ եք ուզում այդ մարդկանց ձեզ նեղություն են տալի եկել են լրվել են սարի վրա չէ ասում այդ սարերը մեզ պետք չեն 24-12 ամիս ձուն ատեղ չէ եւ այլ ուզում եմ ասեմ որ ինքը ամեն ինչ արվել է ի վնաս մեզ մեր շահից ելնելով վաղը ես համոզված եմ որ հունիսի 7-ի ընտրություններում եթե Աստված ոչ անի Փաշինյանը հաղթի հա այսպես ասեմ չնայած դրա հավանականությունը շատ փոքր է Ես համոզված եմ, որ Աշնանը Սևանի ափից մի կտոր անպայման Ադրբեջանին կտա, որ այդ մարդիկ կան Սևանում էլ պլաժ ունենան, կարողանան օգտվել էլ, ինչ է, խոս չենք մենք մենակ, այդ բարիկից եկալիճը օգտվենք։ Հետո կպարզվի, որ все-таки Դիլիջանի կուկուրուզը ավելի համով է, ու այդ Սևան եկող ադրբեջանցիք են ուզում այդ Դիլիջանի կուկուրուզից օգտվել, հա, մենակ ու մենք չենք։ Ու սենց կարա ինքը տարածվի, էլի ասեմ, միշտ պատճառներ գտնել։ Բայց հենց նայ Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքականությունը այս գազի թանկացման ֆոնին ինչ հետաքրքիր է, որովհետև հեղուկ գազը թանկացել է, մեքենաները շատ թանկ են լիցքարում Եթե Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականությունը շարունակի, մի
լիցքավորմամբ մեքենան մի բավական Հայաստան ծերից ծեր գալը մի քանի անգամ վարել էլի։ Ինչ առումով։ Քիփլիկացնում է պետությունը, որ հանգարց շատ գազ չծախսեն։ Հա, այդ է խնդիրը։ Դե գազը չի կարող միջազգինը։ Հասկացա ինչ։ Դե տենց հա քիփլիկացնելով շատ բան է փոխվելու ու դրական կողմեր կարող ենք ասել, իհարկե սահմաններն է փոքրանալու, իհարկե այլևս բանակի Ինչքան է ճանապարհը միջև ասենք Երևանից Ստեփանագերտ գնալը։ 300, եթե չեմ սխալվում, 360 կիլոմետր, եթե չեմ սխալվում, հա։ Հələ տես ինչքան է կարճացրել մարդը ճանապարհը։ Հա, Կարճացրել է հերիք չի, արցախցիներն էլ բերել է այստեղ, որոնտեղ գնալ տենալու կարիք չլինի, եթե պետքա, այստեղ մոտերք դեն մեր մեջ են արդեն։ Դե այդ արդեն բան ենք անում, բայց իրականում եկեք հասկանանք, որ Փաշինյանական խոստումները սպառվել են ու այս օրինակ ընտրարշավին ես չեմ հասկանում Փաշինյանը ինչա խոստանում իր։ Ես հասկանում եմ, հիմա մենք տեսանք խորոված փարթին, այս իրենց ասած խորոված փարթին որի անուն տվել է Նիկոլ Փաշինյան, բայց Ալեն Սիմոնյան ասում է այդ համակարգ ձևակերպումը ամոթ է, ինչ եք ասում։ Հա, դե իրար հետ կորոշեն որն է դրանցից համակարգ։ Ինչն է հետաքրքիր, ուրեմն 2018-ից հետո 19-ին ա կարծում, թե 29-ը առաջին խորոված փարթին արվել, 19-ին կարծում։ 19-ին, հա։ Այո, 19-ին խորոված փարթին արվել է։ Այն ժամանակ խորովածը անվճար էր, հիմա մի կտորը 6000 դրամ։ Այս տարի արդեն։ Սա կարծեք հենց այս իրենց փարթին էլ իշխանության դեֆորմացվածության, փոփոխության, օլիգարխացման բաններ, որտեվ մարդիկ գնացել էին այս տարի հրապարակ հույսով, որ անվճար, ընդ որում չեմ դատապարտում այդ քաղաքացիներին, մարդիկ իրականում Հայաստանում սոված են շատերը եւ իրականում անվճար մսի կարիք ունեն, գնացել էին անվճար խորոված ուտելու ակնկալիքով, այս բարձվեց, որ այնտեղ օլիգարխները կարող են միայն այդ խորովածից օգտվել։ Սա էլ այդ իշխանության օլիգարխացման, իրենց ասած ժողովրդից կտրվելու բան ցուցիչ չի։ Եկեք սկզբից ձևակերպմանը անդրադառնանք, հա, քաղաքացու օր ձևակերպումը, որը տվել է Փաշինյանը։ Այս աշխարհում բոլոր մարդիկ քաղաքացի են։ Ինչ որ մեկը Ուրուգվայի քաղաքացի է, ինչ որ մեկը Հայաստանի, ինչ որ մեկը Գոնդուրասի, ինչ որ մեկը մի քանի երկրի, ինչ որ մեկը մի քանի երկրի քաղաքացի է, հա, դες բոլոր աշխարհի մարդիկ քաղաքացիներ են։ Այս է ամբողջ խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք ինչ անշկում, եկեք քաղաքացու օր, հա, հայտարարենք, որտեղ ես ու դու էլ ենք քաղաքացի, երկրորդ նախագահն էլ է քաղաքացի, երրորդ նախագահն էլ է քաղաքացի, Սամվել Կարապետյանն էլ է քաղաքացի, ընդ որում Հայաստանի քաղաքացի է, ու այդ անձնագիրը ունի նաև քաղաքացի է։ Այսինքն Սամվել Կարապետյանի 3 երկրի քաղաքացի է, 3 ուզում եմ հասկանալ։ 3 տեղ պիտի նշենք։ Եկեք հասկանանք, որ առաջի անգամ այս տոնը տոնվել է ոչ թե որպես քաղաքացու օր, այլ հպարտ քաղաքացու օր։ Դե արդեն հպարտ չենք։ Ածականը եկեք փոխենք։ Խապված քաղաքացու օր, քծված քաղաքացու օր, հիմար քաղաքացու օր, տարբեր բաներ կարող ենք դնել այդտեղ։ Հիմա այս պրոստը Փաշինյանը պիտի որոշի, մսի փող չունեցող աղքատ քաղաքացու փող օր, հասկացար, մի քաղաքացու օր, որին էլի խափելու ենք, հասկացար, քաղաքացու օր, որ հենց այսօր խափում ենք, ասում ենք եկեք խորոված ուտելու, հետո ասում ենք փող տվեք այդ խորովածի համար։ Հա, հիմա այդ ածականը պիտի Փաշինյանը որոշի դնի, հասկացար այս ամենի, որտեվ հպարտ քաղաքացի չի մնաց։ Չկա այդպիսի բան։ Հայաստանում կա մեկը, ով հպարտ քաղաքացի է, մենք արժանապատվություն կորցրել ենք, հպարտություն կորցրել ենք եւ այլ եւ այլ։ Իմիջիալոց հպարտ բառին ես ի սկզբանե դեմ եմ եղել, որտեվ ինքը լավ բառ չի։ Հա, Ինչի՞ վրա է հպարտ։ Հիմա հպարտ ասել հայի կողքը մի քիչ զոռ է, էլի։ Զոռ է, էլի, մեզնից որևէ մեկի կողքը հպարտ բառը դնել։ Հասկացա, սին է այդ ամեն ինչ։ Դրա համար եկեք առաջի հերթին հասկանանք, որ այդ խորոված փարթին ավելի շատ վակխանալիայի իմաստ ուներ, Ամիրան փողոցը ապականելու իմաստ ուներ, ժողովրդին բերելով հասցնելու, որ չկան արիստոկրատ գաղափարներ, գեղեցիկ գաղափարներ, ամեն ինչ կարելի է մանգալով փչացնել, հա, էս էր իրավիճակը, որտեվ ասենք խորովածի փառատոններ միշտ եղել են, տարբեր տեղերում, Ալավերդիում, չգիտես որտեղ մարդիկ գնացել են այդ խորովածը առել են, կերել են։ Ստից հասել են Ալավերդի, հասկացա, չգիտեմ, հա, Սետրակը մամուլյան խորովածը։ Եվ այդ քաղաքային ամբողջ մշակույթի իմաստներում քաղաքում խորոված ռեստորանում պետք է ուտել, ոչ թե փողոցում ես անում։ Հա, կամ գնում ես քաղաքից դուրս։ Այս բան փնթի վիճակը հասկացա չպետք է լիներ։ Հիմա մենք բերեց այդ փնթի վիճակին։ Այդ փնթի վիճակից մենք տեսանք բազմաթիվ մարդիկ, ովքեր բողոքում են։
Բողոքում են, որ թանկ է, իսկ խորովածը թանկ է եղել։ Ոչ միայն գինը արժեցել, այլև դու թանկ ռեստորանի գները անտեղ եղել, հասկացաք, չէ, ասենք մի ստեյկը, ես չգիտեմ 6000 դրամ էին ասում, ինչ էին ասում, դե մեկներս մեր հոթ-դոգը 1500 դրամ, վերջը ինչ օր է։ Այսինքն դա չի եղել այն գրպանին հարիր, այն ժողովրդի, որին Նիկոլ Փաշինյանը որին խափելով սրանք իշխանություն են։ Հա, որին Նիկոլ Փաշինյանն է պահում, որին 10000 դրամ թոշակին փող է ավելացնում, բայց գները այնքան է բարձրացնում, որ այդ 10000 դրամի որ բան անենք, դեվալվացիա անենք, կտեսնենք, որ իջացրեց 50%-ով, ոչ թե բարձրացրեց թոշակը։ Դե դեպքում էս մարդիկ որ գնային լառնակա խորոված ուտելու ավելի էժան կնստեր քան Ժողովուրդ, ես առաջարկում եմ այդ լառնակայի տուդա обратно տոմսի վրա հասկացար, որ պետք է գնան 4 անգամ, չէ՞, տենց ասեց, 4 անգամ կարան գնան, հասկացար։ մի անգամ գնան 4 անգամ обратно։ Չէ, մի քիչ փող ավելացնեն, մի կես կիլո միս առնեն ուտեն։ Մի քիչ փող ավելացնեն այդ լառնակայի 4 անգամ գնալունի վրա ու մի քիչ Նիկոլ Փաշինյանն ասում է անդիմությունը տրակում է դրանից, որ մենք թոշակառուներին լառնակա են կարողանում ուղարկել, կոչ արեց թոշակառուներին անխնա գնալ լառնակա։ Ուրեմն, այսպես ասեմ, ես որպես 18 թվից ընդդիմություն ասեմ, որ հասկացար, Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ հետաքրքիր չի եղել ինձ 90-ական թվականներից, հետաքրքիր չի հիմա, հետաքրքիր է այնքանով, որ ամբողջ հայրենիքը ապական պետության ղեկավարն է։ Այդքան բան։ Ու վաղը, որ ինքը դուրս կգա, իսկ վաղը ինքը դուրս գա հունիսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը ինձ հետաքրքիր առնելու մի պատճառով, որ իրավական եւ պատմական գնահատական տրվի, որպեսի նման արհավիրք այս երկրում այլևս չլինի։ Անձնային առումով ոչ ինքը, ոչ իր այդ կինը հասկացար, որը չգիտեմ ինչ ախրանայով գալիս է գնում է, հա, ինչ որ թաթուկ շորեր ակած։ Բայց մենք չհասկացան կինն է թե չէ։ Ես կարծում եմ իրանք էլ չեն հասկանում։ Իրանք պետք է հասկանան։ Ես կարծում եմ, որ իրանք խաղը խաղացել էին, որպեսի բեմադրությունը շարունակվեր մի հատ ինչ որ ընթացքում, բայց ինչ որ բան այնպես չգնաց։ Հետո հասկացան իրենք այս ժողովրդի համար նիուլավի մի ջո են։ Մոտավորապես, ախա ոչ մեկին հետաքրքիր է չի դա։ Ոչ մեկի ռոմանոսին չէ։ Հա, ոչ մեկի ացել են բաշապել։ Իրոք բայց հետաքրքիր չի։ Բայց ես համարում եմ օրինակ Աննա Հակոբյանի Եղեռնի հուշարձանի այցը լկտի։ Ինչ։ Մանավանդ այն կոնտեքստում, որ բաժանվել, նոր ամուսնանալ եւ այլ, մանավանդ այն կոնտեքստում, որ իրանք իրար հետ չեկան այնտեղ, հասկացար, եւ բնավ այդ հատուկ ու այն կոնտեքստում մի բան ասեմ, դու հոկեբան ես, շատ հետաքրքիր քննարկման եկանք, իրանց անձնական կյանքը մենք չէինք քննարկի, եթե իրանք չմտցնեին հանրություն, բայց դա մի հետաքրքիր բան կա, չէ։ Ընդհանրապես մարդ ինչպիսի ընտանիք ունի կամ ինչպիսի ընտանիք է կառավարում, առաջնորդում, այդ նույն վիճակին հասցնում է պետությունը, եթե պետության ղեկավարը դառնում։ Միանշան։ Դրա համար նորմալ երկրներում պետության ղեկավարների ընտանիքներին ուշադրություն են դարձնում, ասենք այն ինչպիսի ընտանիք է, ինչ երեխաներ ունի, հա, եթե մարդը, ասենք, թմրամոլ, անբարոյական, չգիտեմ, արմնավաճառությամբ զբաղվող երեխա կնիկ ընտանիքի անդամներ ունի, դժվար ինքը լավ պետություն ղեկավարի։ Հիմա այս մարդը որ բարդակ է իր ընտանիքում, ասենք, մի շաբաթ բաժանում են, մի շաբաթ միանում են, տղան, չգիտեմ, գնում է չոլի գյուղերում ապրում, աղջիկները շատ վատ հանրային պահվածք են, գոնե ավակը դուստր, հա, որ թքած ունի հասարակության զգացումների վրա, չէ, տարբեր մոտեցումների վրա։ Հիմա բնական չի որ պետությունն էլա բարդակի վերածել, երբ որ ինքը ընտանիքում իր դերում չի, որպես հայր։ Ես հասկանում եմ դա, բայց այսօրվա դրությամբ մենք երբ որ բերում էինք 18 թվին իրեն իշխանության, իր ընտանիքի հետ մենք ծանոթ էինք, հա, տարբեր հեռուստահաղորդումների միջոցով, այն պատերին նկարած այդ պատերով այն փնթի տների միջոցով, որ ինքը ուներ եւ այլն, եւ իմ համար զարմանալի էր ընդհանրապես, հասկացար, այդ պերսոնային բերել է իշխանության։ Մենք ունեցել ենք ղեկավար, ում ընտանիքը նախանձելի է եղել եւ օրինակելի է եղել, հասկացար, ամբողջ ազգի համար եւ ես այսօր էլ չեմ շղթի ասել, ես նախանձում եմ ու ուզում եմ, որպեսզի ազգի ընտանիքները, հասկացար, հավասարվեն, հա, ասենք, երկրորդ նախագահի ընտանիքին, որպես օրինակելի ընտանիք, հա, որպես ոնց որ ներկայացվում է։ Հիմա, բայց ու դրանից հետո այս
անորոշ վիճակը, այս վիճակը որ գալիս է, սա Փաշինյանի ոճն է։ Ես ասեցի ինքը այդպես ապրել է։ Իր կյանքն է այդպես եղել։ Փուչիկ չել, փուչիկի տակից դուրս գալ, հասկացաք։ Աննա Հակոբյանի հետ տոլի փսակված են, տոլի փսակված չեն։ Աննա Հակոբյանը մի ամիս առաջ ասում է, ես շնորհակալ եմ, որ ինձ շորեր կարեցին ու ես հակա, իսկ այն ինչ ինձ նվեր են տվել, ես բոլորը հետ եմ հանձնում։ Հիմա ինչ որ մի հատ նոր շորով, հա, ինչ որ ձևի թանկ լուքով, էլի դուրս է գալիս է Եղեռնի հուշարձան։ Հիմա մենք պետք է հասկանանք, այդ շորերը ինքն է նստած մատերը այն աչքերը քորացնելով կարում, ոնց որ ինքը այն լալա հառաջ լայվը արեց, թե էլի սպոնսորների եւ ուրիշ բաների շնորհիվ հասկացար, հա, կարող է հետ են տվել շորերը։ այդ առաջ անգամ էր հագնում ոնց որ թե այդ շորը էլ չէր հագել, то есть կարող է հետ տվածներից է։ Չգիտեմ, հասկանում եք, այս է իմ ասած։ То есть դերը պետք է վեկալես էլի այդ դերը։ Եթե դու վերցրել ես դերը, որ դու հին շորերից իրար կպցնելով նորը կարել ես, ապա հագնվի համապատասխան կերպ։ Երկրորդը, Եղեռնի հուշարձանը այն վայրը չէր, որտեղ երեկոյան զգեստով են գնում։ Եղեռնի հուշարձան մարդիկ գնում են հարգանքի տուրք հատուցելու։ Եվ այդ այն վայրերից մեկը, որ ոչ մեկը չի նայում մյուսին, թե ինչ շորով է ինքը եկե։ Համոզված էլի, մենք չենք կարա այսպիսի խոսակցություն ես իմ կյանքի ընթացքում չեմ հիշում, որ մեկը մյուսին ասի Եղեռնի հուշարձան էր գնացել, այս մանեմայկեն էր հագեք ամեն շալվարը։ Չկա տենց բան։ Մենք գնում ենք խոնարհելու, ուշադրությունը այն կողմի վրա է։ Ոչ թե մի հատ էլ հասկացար պետական պահպանության ծառայությունը, մի հատ էլ կին բան, հա, ախրանիկ Դուք կողքից։ տեսաք Տիկնազորը։ Հա, 10-15 հոգի մարդ էր, ասեք, չգիտեմ։ Իմ ու քո հաշվին, Նիկոլ Փաշինյան այդպեսի Տիկնազոր չէ։ իմ ու քո հաշվին։ Իմ ասած սա է։ Իմ ու քո հաշվին մի հատ էլ կին բաներ, չէ, այդ բոդիգարդեր, հա, կողքից, հա, մանգալի, ու տենց, հա, իչով սենց, այդ ինչ էր, ամերիկյան կինո էիք նկարում։ Էս ամբողջը։ Ժուրնալիստը չկարողացավ մոտ գա լրագրողը հարց տա, իսկ հարցը դուք եք առաջացրել։ Հիմա ես համարում եմ հետևել։ Եթե Աննան կառավարական ամառանոցից լայվ է մտնում եւ հայտարարում է, որ ինքը լքում է ամառանոցը, ապա իրավունք չունի Հետ այսօր վերադառնալուց հայտարարություն չանի, լրագրողին պատասխան չտա, հասկացար, լռի եւ անցնի։ Եթե դուք ինքներդ եք ձեր Սանտա Բարբարան սարքե հանրային քննարկման թեմա, ապա վերջացրեք այդ պատմությունը։ Այսինքն, երբ ձեզ հարմար էր, դուք դրեցիք, հասկացար, ոսկեղենը փռեցիք այն դիվանի վրա, կամերայով ցույց տվեցիք, մի ճամպրուկով դուս եմ գալի, փողոցում որից տեսնեք, չանպատվեք, չէ՞, ես լալա հառաջ ես կադրերը զիշացած 90-ականների հարսանիքներն են, որ օժի տծեցին։ Հա, էլ։ Որից հետո դուք գալիս եք լրագրողը մոտենում ասում է հիմա ինչ իմանանք եկել եք չեք եկել հասկացեք դուք չեք պատասխանում սա կոչվում է իգնոր սա կոչվում է սխալ ոչ մեկի հետաքրքիր չի եղել ընտանիքը Միջև դուք հրապարակային իրոք չի եղել ոչ մեկս չենք էլ հետաքրքրվել նախ մինչև հրապարակայնացնել նախ Աննա Հակոբյանին դուք եք սարքել պերսոնա մենք ունեցել ենք լիքը ղեկավարներ իրանց կանանց որոնք եղել են առաջի տիկին Քաղաքական պերսոնա դուք եք սարքել։ Ու տարին կարող 1-2 անգամ ինչ որ բարեգործական համերգների, ես իմ որտեղ, ես իմ ինչ անը։ Ոչ թե հասկացար մի հատ էլ ելույթ ունենա, ասել ես մարտի դաշտում կանդազին չեմ տեսել։ Բա որ չի տեսե ինչ ասե։ Դե հասկացանք որ չի տեսել, ինձ հետաքրքիր ինչ գործ ուներ այնտեղ։ Հələ պատկերացնում եք, ասենք որևէ մի Ուղղակի զարմանում եմ, ասենք այդ Գորիսի հյուրանոցում կանդազը ինչ մարտական գործողություն պիտի հաստատի։ Այստեղ հարցեր կարելի է տարբեր ձևի տալ։ Գորիսի հյուրանոցում ինչ մարտական գործողությունների պիտի մասնակցել։ Դու որտեղ ես եղել մարտի դաշտում, հասկացար, եղել ես բունկերում, Մամուլը գրել է, որ Գորիսի հյուրանոցում է մարտի։ Լավ տեսել ես, բանի Սամոյին։ Մամուլը գրել է, որ ընդհանրապես ինքը գեներալներից մենակ Սամոյին է տեսել մարտական դաշտում։ Մենք տենց գիտենք, հա, այդ պատմությունը տենց գիտենք։ То есть, բայց հելնել ու տենց ավտորիտետնը բան անել, հա, հայտարարություն անել, սա նշանակում է ես քաղաքական պերսոնա եմ։ Բայց դա նշանակում է թեկած ունենալ հասարակության։ Սա նշանակում է ես ուղիղ կապ ունեմ այդ պատերազմի հետ։ Հա, էլի, հա։ Սա նշանակում է ես ուղիղ կապ ունեմ այդ պատերազմի հետ։ Սա նշանակում է ես ավելի կապ ունեմ այդ պատերազմի հետ քարաշորը, քանի մամուսին է, որտեղ մամուսին զեն չի անում, ես ասում եմ։ Սա նշանակում է, որ ես այլևս կին չեմ։ Ինձ չնայեք որպես կին, ինձ նայեք որպես քաղաքական պերսոնա։ Սա նշանակում է, որ վաղը ես իրանք հետ պիտի վարվեմ որպես Բայց հետո հեռացրեց, չէ, այդ բանը։ Դե չգիտեմ հեռացրեց, ես տեսել եմ դա, այլևս հիմա չգիտեմ, դրանից հետո չեմ հետևե հեռացրելա թե չէ։ Նույնիսկ եթե հեռացրելա, ով էր իր լեզվից քաշում։
Ախա սա ինչ մի ասելու բան է։ Ինչ գործ ունի իմ կնիկը մարտի դաշտում։ Ես չեմ կարող հասկանալ։ Կանդազի հետ։ Քանդասի հետ։ Հասկանում եք, ես չեմ կարող հասկանամ, հասկացար, եթե իր ընտրողները դա հասկանում են, իրանց կնանիքին են ուղարկում իրանք Ինձ հետաքրքիր է իսրայելցի գեներալին մարտի դաշտում տեսել էր թե չէ, շատ ավելի։ Դա այն կողմից տեսած։ Այսօր համակրողները Նիկոլի այդ նույն տիպի մարդիկ պիտի մնացած լինեն, որտեվ մի քիչ թասիբով մարդու համար սա վիրավորական է։ Մի քիչ թասիբով մարդը, երբ որ կռիվ աղալ մաղալա, ինչ որ պատմությունը կնոջը փախցնում է ինքն է մնում, ոչ թե ինքը փախնում է կնոջն է թողում։ Իսկ այսօր մնացել են մարդիկ, ովքեր կանանց են ղրգում։ Ու եթե դուք նայեիք խորոված փարթիի հիմնական կոնտինգենտը այդ կանայք էին։ Դե մեկն էլ կար հիվանդանոցում ամուսնու թողել էր, որ Նիկոլ Փաշինյանին տեսներ։ Որ գա Նիկոլ Փաշինյանին տեսներ։ Նորմալ է, էլի, իրանց դեպքում սա նորմալ է։ Որտեվ մնացած բոլոր դեպքերում, եթե մենք ունենք ընտանիք, երբ որ կա կին, երբ որ կա տղամարդ իր դերաբաշխումով, ապա հասկանալի չի ինչ էր անում Աննա Հակոբյանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը Երևան։ Եվ ինչ պիտի աներ Կանդազը, որ Աննան տեսած։ Աննան տեսներ։ Հա, էլի։ Եվ ինչ պետք է աներ, ինչ չի արել Կանդազը, կամ սենց ասենք։ Ըստ պաշտոնական տեղեկատվության Կանդազը հետախույզ է եղել, այսինքն օբյեկտիվորեն Աննա Հակոբյանը իրեն պիտի տեսած չլիներ։ Ինչ չի արել Կանդազը, որ Աննան նեղացած ասում է չեմ տեսել։ Այո։ Էս էլ է, չէ՞ տարբերակ։ Ինչ չի կարող անել։ Չի կարող անել Կանդազը, հա։ Էս է տարբերակները Հայաստանից։ Վարիացիաները շատ է։ Եկեք սենց անենք, ես ուզում եմ որպեսի պերսոնայից հեռանանք, որովհետև Փաշինյանի պերսոնան աբսոլյուտ հետաքրքիր չի քննարկման ու նույնիսկ վիրավորական է, եթե իր պերսոնան համեմատականի մեջ դրվի իմի հետ կամ քոնի հետ, հասկացա։ Լավ, գալիս ենք բանին, համերգին։ Հանրապետության հրապարակում տեղ ունեցավ խաղաղության ձայն, թե ինչ տես մի հիմար վերնագրով, ցեղասպանության հաջորդ օրը համերգ, լավ տժժացին, բան չասեցի, բայց համերգին մասնակիցներին ներկայացնել որպես իրենց աջակիցներ, ինձ մի պատմություն հիշեցրեց 2018-ից առաջ մի քաղաքական գործիչ ծանոթներից մեկը դժգոհում էր, որ ինքը ամսական 10 միլիոն դիտում ունեցող կայքի հետ պայմանագիր ա կնքել, որ իր ոչ այդքան խելացի գրառումները տանեն, ինքը ճանաչելի դառնա հանրության մեջ, հետո մարդը 5-6 ամիս վճարել էր, հասկացել էր, որ իրենց բաժնում ճանաչելիություն չի բարձրացրել, ներքևի հարևանը շարունակում է չիմանալ, թե ինքը ով է, դժգոհում էր, թե 10 միլիոն դիտումի մեջ ինքը ոնց չի ճանաչվում։ Սասցի բան արա, այդ անալիտիկան վերցրու, 10 միլիոն ինչ են նայում, ընկեր, որովհետև ես ոնց հասկանում եմ, այդ կայքում ինչ որ մեկի դոշերը եւ այլ մեկի հետևը տենալու համար են մտնում։ Եվ հենց այդ անալիտիկան է ցույց տվել, որ մարդիկ այդտեղ թքած ունեն, ում հարևանը ինչ գրառում անում, ինչ քաղաքական մտքեր ունի, այնտեղ մտնում են, ասենք, բանի Քիմ Քարդաշյանի հետևը, չգիտեմ, այս ինչ աստղի դոշերը տեսնելու, որը մեկին հետաքրքիր չի քո գրառումը, այսինքն դու ճիշտ տեղում չես դրել քո գրառումը կամ քո հրապարակումը, նույնն էլ էս համերգը մասնակցում են մի քանի աստղեր, այդ թվում նաև Իվետ Ամուկучանը, որ հաճախ բաց այսպես տեսարաններով է հանդես գալիս, եւ բնական է, որ այդտեղ շատ մարդ պիտի հավաքվեր։ Տեսեք, այսինքն դա ներկայացնել որպես իրենց տրված քաղաքական աջակցություն, կարծում առնվազն հիմարություն է։ Նախ ես առաջի անգամ քեզնից լսեցի այդ համերգի անվանումը եւ համոզված եմ, որ հրապարակի 90%-ը չգիտեր այդ անվանումը։ Դες այդ խաղաղության թևեր, ինչ ասի խաղաղության, ինչ էր։ Խաղաղության ձայն։ Ձայն, հա, վերջը, ինչ որ է։ Հասկացանք, չէ՞, то есть абсолютно դա հետաքրքիր չի եղել։ Երկրորդը էս բանը, ստրատեգիան, ինքը այնքան հայտնի Բերմանը ընդարկվել Կանդազը։ Տեղում աննախորը կտեսնի, թե ինքը ինչ է արել այդպես։ Ես ասեմ քեզ, երկրորդը բերվել են աստղեր, որոնք որ այնպես չի որ ամեն օր Հայաստան են գալի եւ այդ աստղերը ունեն իրանց սիրահարները, որոնք Նիկոլետ ոչ մի կապ չունեն։ Այս մարդիկ սիրում են դրանց երաժշտությունը։ Հիմա պատկերացրեք, ասենք 70-ական թվականներին
Pink Floyd-ը գա Երևան կամ Այդքան հեռու մի գնա, հիշում ես 15 թվականի կարծեմ էլի ապրիլի 24-ից հետո System of Down-ը Սերժ Թանկյանը համերգ տվեց հրապարակում անձրևի տակ երևի 100,000 մարդ կար։ Բայց դա Սերժ Սարգսյանի փրկեց։ Հա, ոչ մի ձևի։ Հիմա ասացա, то есть բալեշիկներին, ովքեր եկել են, մելամաններին, ովքեր եկել են համերգ լսելու, ես չեմ հեղադրում։ Ավելին ասեմ, ես համոզված եմ, որ դրանց մեջ կան նաև մեր համակիրներ, որոնք գնացել են, դրանց մեջ բավականին քանակ ա եղել ուժեղ Հայաստանի համակիրներ, դրանց մեջ եղել են նույնիսկ մեր մտերիմներ, ովքեր Փաշինյանի հետ այլակարծ են եղել, բայց դա չի նշանակում, որ իրանք այդ համերգին չպետք է գնային։ То есть բերել այս պոպուլիզմը փաթաթել ժողովրդի վզից, որ սա իմ համակիրներն են, ինքը բան էր գրել, այ հիմա խելագար այն մարդը, ով սրա դեմ պետք է դուրս գա, չէ, ինչ որ sense նկար էր գցել Նիկոլ Փաշինյանը, ես պատասխանատու հայտարարում եմ, խելագար այն մարդը, ում թվում է, որ այդ հրապարակի մեջից 10%-ից ավել իրան ընտրելու։ Չէ, դա իրենց ուղերձնել, վիզուալ ուղերձը հասկանալ էր, որ իրենց համակիրներ չեն։ Նիկոլ Փաշինյանը այդ իր այսպես կոչված համակիրների մեջ կանգնած էր երևի 30-40 թիկնապահների օղակի մեջ։ Ախպեր, եթե քո համակիրներն են, ինչից ես վախենում։ Հա։ 18 թվականին կարողանում էր, չէ՞ այդ մարդկանց մեջ դուրս գալ։ Այո։ Չէ, այդ համերգը եկեք սենց անենք, համարենք չստացված ակցիա եւ սրան մի փոքր ուրիշ ռակուրսից նայենք։ Ինչքան, ասма, ողբամ զքեզ, հա, տենց հայերեն բան կա, էլի։ Ինչքան վատ վիճակում է գտնվում Փաշինյանը, որ այսօրվա դրությամբ հույսը դրել է այդ տենց պոպուլիստական ֆոտոների վրա, որտեղ սա պոպուլիստական ֆոտոներ են։ Եկեք մի րոպե պատկերացնենք այն մարդուն, ով որ եղել է այդ համերգին, ունի քաղաքական այլ դիրքորոշում ու տեսնում է քո գրածը։ Մենք ասում ենք ոնց, տես չի։ Շատ ավելի վատ բառերով։ Ես ընդեղ եմ եղել ու ես քիչ չեմ ընտրելու։ Հասկացա՞ց։ Մի արագ դա, որտեղ չի աշխատելու դա ավելի է բարկացնելու ժողովրդին։ Այս ժողովուրդը հասունացած է։ 10 տարի է դուք իրան խափում եք։ 10 տարի է դուք իրան խափում եք։ Էլ ասեցիք Արցախը բերելու ենք, հետո Արցախը հանձնեցիք, էլ պողպատե մանդատ ուզեցիք, ոչ մի բան չարեցիք այդ պողպատե մանդատով, ինչ որ գարաժ, մարաժ 12 թվի Range Rover չէ, հիշում եք ինչ որ sense բաներ հետ բերեցիք, էլ փորձեցիք ինչ որ sense խափում եք։ Բայց այդտեղ լուծում ա եղել, ասում 12 թվի Range-ը վերցրել են 24-ը հետ են տվել։ 24 թվականին, այսինքն հին ավտո չես քշում ընկերտապես։ Հասկանում, ուզում եմ ասեմ, որ ոչ մի նման բան չի արել, այդ փուչիկներն ա եղել։ Հիմա դուք 18 թվերին խափեցիք, ասեք, այս երկրում կա, չգիտեմ, 3 միլիոն վարչապետ։ Հետո եկաք ու պարզվեց, որ մի հատ վարչապետ է, այն էլ դու եք ու այդ 3 միլիոնից մենակ մեկը Պադավատ, առանձնատուն, բարձր աշխատավարձ, այո, Պադավատապետություն, բերեցիք վարորդները բացեցիք ազգային ժողովի եւ նախագահականի ժամանակ, հա, եւ այլ։ Իմանացեք սվարկե այդ վարորդները, որ ոչ թե մոտիկ գալ չի լինում դրանց։ Հետևել ձայնային ռումբեր են դրելու։ Այդ է մոտիկ գալ չի լինում, այդ եմ ասում։ Անցնելուց վախենալով ես անցնում, որ մի հատ չկրակեն քեզ։ Հասկացա՞ր, մենք տեսանք ոնց են սնայպերները տե կայնում, մենք տեսանք եւ այլ։ Այդ նույն մարդիկ, ովքեր ասում էին այլևս ազգային ժողովի բակը ձեր համար է։ Հիմա բարձում է ոչ միայն բակը ձեր համար չի, այլև Վալեն Սիմոնյանին, որ մոտիկ ես գալի թքումական հայոյում է։ Ոչ միայն բակը մեր համար չի, այլև Վալեն Սիմոնյանի մոտիկ գալուց կամ վրետ թքումական։ Ես քո հետ համաձայն չեմ իր դա։ Ինչի։ Բակը որ ձեր համար չի, դա չի նշանակում Ալենը չի թքելու։ Հիմա գազանանոցը մեր համար է, չէ՞, խոսք չէր տվել որ գազանանոցը քաղաքացիների համար է, բայց ընդ ուխտի վանդակի մոտ գրած է որ մի քիչ հեռու կանգնեք։ Այդ հասկանում եմ, ես չգիտեմ, ուրեմն եկեք սա անցալենք որպես Ալեն Սիմոնյանի սիրո արտահայտում, որտեղ Փաշինյանը ինչ էր ասում, ասում էր սիրում եմ ձեզ, չէ՞ էր ասում ժամանակին։ Հիմա չի ասում իհարկե, բայց ժամանակին ինչ էր ասում, ասում էր սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզ անով, Ալեն Սիմոնյանը թքում էր։ Հա։ То есть սա իր սիրո արտահայտումն էր։ Ես եմ ուզում հասկանամ։ Էլի օքեյ է, եթե դա սիրո արտահայտումն է, օքեյ է, ուղղակի հերու թող մնա, պետք չի ինձ սիրի։ Հասկացաք, չէ՞, էս է ամբողջ խնդիրը։ Ես ուզում եմ հիշենք, որ այս խոստումներով եկողը, այս պոպուլիզմը անողը, այն ջթան մեքենաներով վալս սպարողը, հիշում եք, սա էլ է եղել։ Ու մենք ասում ենք, մենք բրծանք բռնատիրությունից։ Այսօր կրակում է իր ժողովրդի վրա, այսօր փագում է սվարկով բոլոր վարորդները, այսօր այնպիսի ախրանայով է ման գալիս, որ հանգարց իրան ոչ ոք չկարանա մոտ գալ, ու մեկը դրա հետ էլի մարդիկ են գալիս ու հարցեր են տալիս, որոնց պատասխանները ինքը չունի։
21 թիվ, 21 թվից ասես մենք հադրութի բան հետ գնալ եւ այլ, հիմա հարցերը լուծում ենք, հենց ընտրությունները վերջացավ, հասկացար հանձնեց Արցախը ընդհանրապես ու մոռացանք մենք դրա մասին։ Հիմա այս մարդը գլխից ասում էր Արցախ, Ղարաբաղը պահելու ենք։ Հետո մի տարի հետո ասում էր եղբայր մենք հանձնեցինք Ղարաբաղը, որ Հայաստանի պետականությունը պահենք։ Այսինքն սուտ էր ասում, չէ 21 թվին։ Սուտ էր ասում, չէ 21 թվին։ Ինքը շատ լավ գիտեր, որ պետք է հանձնի, որ Հայաստանի ենթադրենք սա ճիշտ է ասում։ Ենթադրենք այն ինչ որ հիմա ասում, ա ճիշտ է ասում։ Այդ վաղ այն վաղ սուտ էր, չէ ասում։ Եթե այն վաղ սուտ էր ասում, 18-ից Որն է երաշխիքը, որ հիմա սուտ չի ասում։ Հասկացա։ Լավ, գանք վերջին հարցին, իդատ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական խոսքին ենք հետևում է, ակնհայտ է, որ ներկայացված տեխնացուներից ամենալուրջ բեքգրաունդ ունեցող մարդն է, անցած ճանապարհ ունեցող մարդն է, բայց ես մի բան եմ մտահոգում, արդյոք մեր հասարակությունը այդքան հասունացած է այդ իմաստով նման ընտրություն անելու, որովհետև հասարակություն ասելով ես առաջին հերթին իհարկե նկատի ունեմ հասարակությանը առաջնորդող կամ ճանապարհ ցույց տվող կամ մոլորեցնող էլիտաներին, հա, որովհետև ես այդտեղ ելույթ ունեցա, իմ ելույթում իշտակեցի Դգոլին, բայց Դգոլի մասով նաև կարևոր էր էլիտայի դիրքորոշումը, որ ուզեց Դգոլը հետ գա, որովհետև հասկանում էր, որ Դգոլը պետք է Ֆրանսիային։ Հիմա մեր էլիտան հասկանում է, որ երկրի այս վիճակում Ռոբերտ Քոչարյանի նման գործիչ է պետք։ Ես չեմ ասում հենց ինքը, եթե նման երկրորդ գործիչ կա, խնդրեմ, իրեն առաջարկեք, իրեն բերեք։ Այս պահին կարծեք թե դաշտում միակ առաջարկն է։ Տեսեք, այսօր մարդը ով ունի բողոք, իսկ այսօր բողոք ունի մեծամասնությունը, հա, այսօրվա ցույց այնպես չի, որ Փաշինյանին հավատացողները շատ են։ Մի բուր, հա, մի ամիրյան փողոցի կես կամ այդքան մարդ է մնացել, որ այսօր իրան, հա, բաժեր կայանում։ Կամ այն Գյումրի հրապարակը, որ սա հանրապետությունից բերես լցրեց, գյումրեցի չկար, հիշում եք այդ համերգին իրը։ Հասկանում են, որ Հայաստանը շտատնի իրավիճակում չի, այնպես չի, որ սա սիրուն երկիր է զարգացող, հասկացար, հիմա հերթական փոփոխությունն ենք ունենալու, հետական ղեկավարն է գալու, չէ, ինքը շատ լավ հասկանում է, որ մինչև ճակատներս խրված ենք ճայիճի մեջ եւ կամանց խրվում ենք հարտակին պարտ տնտեսական խնդրահարույց վիճակ, լուրջ խնդրային վիճակ։ Այն թվերը, որ նկարվում են, դրանք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք են, որոնք ավտոմատաբար եկել են եւ եթե մի քիչ նորմալ ղեկավար ունենայինք, ստե մենք շատ լուրջ պատժոմ պետք է ունենայինք եւ բրծնեինք արտակին պարտքերից, ոչ թե մի հատ էլ ընկնեինք արտակին պարտքի տակ։ Հանցագործությունների թվի կատաստրոֆիկ աճ, կենցաղային հանցագործությունների թվի կատաստրոֆիկ աճ, քաղբանտարկյալներ, լրագրողների հետ կապված հասկացար խնդիրներ, խոսքի ազատության լուրջ սահման, ինչ ասես կա այս երկրում, ինչ վատ բան ասես, դեռ կանիբալիզմը չկա, այն էլ ինձ թվում է ամեն դեպքում ամիրան փողոցում կանիբալիզմի էլեմենտներ всё-таки արդեն երևացել է։ Ամիրան փողոցից ինձ համար օրինակ ամենախնդրահարույցը եղել է ինչ եղավ Վահագն Ալեքսանյանի հետ։ Հասկացա՞չ։ Ընդհանրապես էլի ինքը դե չպետք է իջներ, էլի հասկացա։ Դու դե դեպքում կանիբալիզմ չէր լինի, բայց Էդ եմ էլի ուզում հասկանամ, հո չի եղել այնտեղ այդպես բան, էլի, եթե ես խնդրեմ այդ Վահագն Ալեքսանյանի էջը նայեք, եթե որևէ ակտիվություն ամեն ինչ ակտիվը առողջ է ինքը, շատ կարևոր է, ես ուզում եմ որպես ինքը առողջ լինի։ Ասածս ինչա, պետք է հասկանանք, որ այստեղ ուղակի ինչ որ մեկը իր գաղափարներով, նորարարական վիճակներով, շատ խելացի մարդի միջայլոց կարող է պատահել, այստեղ կամք է պետք։ Կամք է պետք, որ միջազգային ասպարեզում մենք կարողանանք ինչ որ բան ասել այլևս կորացածությունից, որովհետև 8 տարի է երկրի ղեկավարները սովորում են, որ դե Նիկոլը հեսա գալու է, էլի։ Սովորում են 100 անգամ տեսել ենք ծիծաղել իր վրա, երբ որ ինք կողքի վրա կանգնած այնտեղ հա կան հավաքված իրար գլխի ծիծաղում են։ Մենք տեսել ենք վերաբերմունք։ Ու այլևս այս վերաբերմունքը փոխելու կամք է պետք։ Այս է ամբողջ խնդիրը։ Ես համարում եմ, որ երկրորդ նախագահը դա այն պերսոնան է, համենայն դեպս իմ ճանաչած, ով որ այդ կամքի դրսևորումն է եղել։ Այսինքն հակապատկերը այն վիճակի
վիճակի, որ մենք այսօր ունենք, եւ ով ի վիճակի է այսօրվա դրությամբ խնդիրները լուծել։ Այո, դուրս է գալիս, որ հենց մենք նեղն ենք ընկնում, դիմում ենք այդ մարդուն, հասկացել, որպեսզի այդ մարդը գա մեր խնդիրները լուծի։ Բայց պիտի հաշվի առնենք, որ մեր հայրենակիցն է հիմա, հասկացար, ինքն էլ կարող է, հա, ու դրա համար իրան ենք դիմում, բաղում դիմենք։ Այս ամբողջ խնդիրը։ Երկրորդ նման պերսոնա ես չեմ ճանաչում, եթե ճանաչում եք, ուրախ կլինեմ իրան էլ տեսնել, իրան էլ հա դիտարկել իրավիճակի մեջ։ Այսօրվա դրությամբ Ռոբերտ Քոչարյանն է իմ համար պերսոնա, որ կարա այդ հարցերը լուծի։ Ընդդիմադիր ուժեր, իհարկե տեսնում եմ, հա, ուժեղ Հայաստանը ինչ որ շատ սիրուն ծրագրեր է առաջարկում, շատ լավն է այդ ամենը, բայց ինձ հետաքրքիր է այդ կամային դրսևորումները ես չեմ տեսել, կարող է պատահի կան, ես չեմ տեսել, այդքան բան, ահա, փորձ չունեն նաև, հասկացար, դաշինքը չէ, բանը Ծառուկյան Գագիկը էլի գիտենք, որ այդ մարդը հայրենանվեր գործեր արել է եւ այլ միանշանակ է, բայց ես էլի չեմ տեսնում այդ փորձը, այդ իրավիճակը, այդ կրիզիս մենեջերին չեմ տեսնում ես այնտեղ։ Այս գլոբալ, այս առումով կրիզիս մենեջեր իմ համար մի հատ հասկացար Քոչարյան Ռոբերտն է։ Ու դրա համար ես մտածում եմ, որ Քոչարյան Ռոբերտ հիմա այստեղ խնդիրը ուրիշ է, ժամանակին կարար մարդը իրան թույլ տար սիրել կամ չսիրել։ Եվ ասեմ ձեզ, որ այս հիմար ֆրագմենտով է Նիկոլա եկե իշխանության։ Իրան սիրում էին, ինքը մեր տղեն էր։ Հասկացաք, այս ամբողջ խնդիրը մեր տղեն էր, մեզ նման էր, հասկացար, իրան սիրում էին, իրան բերեցին իշխանության։ Մեր սիրած պատկերը, ասենք ժողովրդական այս կերպարը, ով որ ուտում էր ձեռները քսում էր պիջակին կամ սառոշկին, ով որ թափում էր վրեն ուտելուց, ով ատամները չէր սարքում, ով չէր սափրվում ինչ որ մի շրջան, չէ, հիշում ենք այս ամենը։ Հիմա էլ ինչ որ պանամաներ է դնում եւ այլ, հա, այս կերպարը բերեց այս արհավիրքին։ Կարանք հասկանանք, որ երկրի ղեկավարի ընտրությունը հուզական աշխարհի հետ ոչ մի կապ չունի, ինքը պետք է լինի տրամաբանություն։ Ժողովուրդ, $1 միլիոն հուզականություն չունի, ինքը $1 միլիոն։ Ասենք դու աշխատողներ են, չէ՞, վերջո պետական կառավարման օղակի պաշտոնյաներ։ Լավ աշխատող։ Դու մարդուն հրավիրում ես քո տունը վերանորոգել։ Ինչ կապ ունի դու բանվորին սիրում ես, չես սիրում, ինքը կարող է, եթե սիրում ես ինքը վերանորոգում անել չգիտի, ընդ որում ես որթեգրի, բայց վերանորոգում վստահ ուրիշ մարդու։ Շատ լավ օրինակ բերեցիր։ Այ վերանորոգում բոլորը արել են։ Ընդ որում բոլորը կվկայեն, որ հենց բանվորին սկսում ես սիրել, այդ բանվորին արհեստավորին։ Անպայման համահանում անպայման ու դու մի հատ էլ լեզուդ կծում ես ավելորդ քեզ թույլ չես տալի բողոքես եւ այլ իրավիճակները ամոթու զոր վատ վերանորոգում ես։ Որովհետեւ բարեկամները քեզ լավ վարպետ էին, հա, խորհուրդ տալի, դու ասել ես չես տղա։ Դուրս չի գալի, հա, այստեղ են լավ։ Հա, քիթը ծուռա, ես չգիտեմ ինչը։ Այս ամբողջ խնդիրը։ Հիմա սրա հետ կապված ես նաեւ ուզում եմ հասկանանք, որ ժողովուրդ բաները, որը հիմա ասվում է այսօր Քոչարյանի հասցեին, վաղուց ժամկետանց են։ Այդ 4 միլիարդ, այդ սպայկա, այդ արտագաղթ, դրանք վաղուց ապացուցված են, որ ստեր են։ Չկա նման բան չի եղել։ Եվ ես ուզում եմ ուղղակի փոքր տրամաբանելով հասկանանք, իսկ ումա պետք եղե այդ ստերը տարածել։ Այն ժամանակ, երբ որ այդ մարդը չի եղել իշխանության։ Այդ մարդը հասար 2008 թվին դուրս է եկել նախագահարկանից համոզմունքով, որ այլևս չի վերադառնալու, ու մենք իր մասին առանձնահատուկ չենք էլ լսել, չէ՞, հայկական քաղաքական աշխարհում։ Բայց այդ ամբողջ ընթացքում իր մասին ակտիվ տարածվել են ստեր։ Մարդիկ իրանց սեփականությունները վերագրել են Քոչարյան Ռոբերտին, բայց դա այդպես չի եղել, վերջում պարզվեց։ 4 միլիարդ ման եկավ սաղ ԿՊ-ն, էլ սառնարաններում, էլ չգիտեմ պատվալներում ման եկան չկտան այդ 4 միլիարդը։ Էլ ես չգիտեմ արտագաղթի թիվ Քոչարյանի վախտեն գնացել, չող Քոչարյանի վախտեն գնացել, հիմա ես համեմատական եմ տայում, գիտեք որ բանը հասավ նրան, որ իշխանական քարոզությունը այն որ մի տեսանյութ տարածում, որտեղ 88-ի երկրաշարժի տուժած մարդը պատմում էր, որ 88-ի երկրաշարժից հետո Քոչարյանը իրենց վատ սնունդ է տվել։ Քոչարյանը ընդհանրապես Հայաստանում չի եղել մինչև 90։ Այդ օքեյ է, 88-ին ճիշտ է։ Հիմա ուրեմն այս վերջի 10 տարում
Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ արտագաղթը 4-ից 5 անգամ ավելի մեծ ա եղել, քան Քոչարյանի կառավարման 10 տարիների։ Դե դա մի քիչ փակեց Արցախից տեղահանված ժողովուրդ 100,000-ից ավելի մարդը։ Արտագաղթ։ Չէ, եթե դե հանես արտագաղթը մեծ է, որովհետև դա եկել է թիվը լրացրել է, մարդկանց թվում է թե արտագաղթ չի եղել, ու ընդ որում այդ ներգաղթ, որ ասում եք, այդ Արցախի թիվը ստեղ պետք չի պլյուս անել, ընդ որում այդ պլյուսել, որ անում եք, դուք հենց իրան անձնագիրը չեք տվել։ Այդ դա կանգնացված է այդ գործընթացը ու շատ քիչ մարդ անձնագիր ստացել։ Այս էլ առանձին խնդիր է։ То есть ուզում եմ ասեմ, որ միֆերը, որը կապել եք Քոչարյանի հետ, բնական հարց են առաջացնում։ Ժողովուրդ 2008 թվից հետո ընչների տեր պետք Քոչարյանին սևացնել։ Բոլոր նրանց, ովքեր սևացրել են 2009 թվին 10-11-12 ընչների տեր պետք։ Այդ մարդը իր համար գնացել էր իր կյանքի իր ընտանիքում վայելում էր։ Ընչների տեր պետք ամեն ինչը կապել դրան։ Էլ չգիտեմ մոլիբդենի գործարանը, հասկացար, պղնձամոլիբդենայինի գործարանը, չէ՞ Քոչարյանին էր բոլորս գիտենք։ Էլ բանկեր էիք ասում Իրաննա, որը ոչ մեկը չի։ Դատական գործեր ա գնում, մի հատ բանկ ցույց տվեք որ Քոչարյանին, հա, կամ ինքը աֆիլացված է այդ բանկի հետ։ Չկա ոչ մի հատ։ Էլ հասկացար, այս մարդը դուրս էր գալի ասում էր, «Էս այ իմ ունեցվածքը չի ասում են էնելա, խափում ես էնելա, էնելա, էնելա»։ Դե ախր այդ միֆերը շարունակում են օրս Սորոսի ֆինանսավորմամբ ժամանակին գործող, հիմա չգիտեմ ինչ ֆինանսավորմամբ, Factor AM-ը մի հոդված էր գրել ասֆալտապատման ծրագրի մասին, ու վերնագիրը այսպես էր Քոչարյանի խնամու եղբոր որդու ընկերությունը, հասկանաս Քոչարյանի խնամու եղբոր ախպեր ինչ կապ ունի այդ մարդու հետ, ասենք Քոչարյանի խնամու եղբոր որդու բաժանաղի կատվի շունը բռնաբարել է իրենց հավին, ասենք։ Ու դրա համար դատի Քոչարյանը։ Այդ ասում եմ մի մարդու մասին, ում իշխանության օրոք ամենակիչ ազգականներ ու մտերիմներն են եղել պաշտոնների։ Ամենակիչ ազգականներն են եղել պաշտոնների։ Փաշինյանը այդ որ կառավարությունում sense ասում է, ես չունեմ խի ինգերներ, որ գործի տեղավորեմ։ Բոլորին տեղավորված են, հասկացա։ Աներձակներ հարստացավ։ Աներձակը հարստացավ, աղբորը տղեն հարստացավ, 10 ընկերդ մի բաներ MVD-ի մյուսը մարսպետ, քավորը պատգամավոր։ Իսկ ավել չունես։ Այս մարդիկ ովքեր քո հետ շփվել են ժամանակին, ասում են որ դու ընկեր չունես։ Լրագրողդ բան, ԿՀ ղեկավար, այն մյուս լրագրողդ ուրիշ պաշտոնի է։ Ուզում եմ ասեմ, այդ միակ ամենա անգլերենի դասատուն Ամերիկայում դեսպան։ Հասկանում եք, այս ռակուրսից որ նայես, հետաքրքիր է նա, որ մարդիկ sense պոլնի ցեխի մեջ ուրիշին ասում են, վայ, այս սարոշկետ կեղտոտ է, անգետ ջան, չիլնում մտենց։ Այս ամեն ինչը պետքա մաքրվի։ Էլի հարց տամ մոտ 500 օր այդ մարդը բանտարկված մնաց։ Մեղքը չապացուցվեց։ 500 օրը դա տարուց ավել է այդ մարդու կյանքից, որ դուք խլեցիք։ Դրա պատասխանատուն ով է։ Մեղավոր չէր այդ մարդը, դուք բանտարկեցիք 500 օր ինձ տանեք, փագեք միտեղ։ Դրա պատասխան իմանա մեղքիս համար եք փագե, օքեյ է։ Դրա պատասխանատուն ով է։ Այդտեղ sense մարսվում է գնում, այդ սա։ Հասկանում եք 1000 բան կա ստեղ որ տիպ։ Այս մարդն էլ ձեն չի անում, չէ՞, խելոք դուրս է եկել, ասում է երգիրը բերենք ուշքի։ Իրա սա ուշկու միտքը էտա, չէ՞, մենք էս ենք ասում։ Ես ուզում եմ որպեսզի հասկանանք, այսօր մենք ունենալու ենք ընտրություններ, որոնք քաղաքական չեն ըստիս։ Իրանք գոյաբանական են, էգզիստենցիալ խնդիր ենք մենք լուծելու։ Հունիսի 7-ին մենք գնալու ենք ընտրատարածք, ոչ թե ընտրենք մեզ դուր եկած ինչ որ մեկին, այլ գցենք այդ բանի մեջ, տուփի մեջ։ Մենք ուզում ենք հայելնենք, թե չենք ուզում հայելնենք։ Մենք ուզում ենք վաղս թե թուրքերեն խոսան, թե մենք շարունակում ենք հայերեն խոսալ։ Մենք գնում ենք ընտրելու, որպեսի դառնանք սողուն, թե մենք պիտի թռնենք։ Մենք պիտի դա ընտրենք։ Ու մի տարբերակ ունենք սողուն դառնալու, դա այսօրվա իշխանություններին ընտրելն է։ Կամայական մյուս տարբերակում ես օքեյ եմ, իմիջիայլոց կամ մարդիկ ում ասենք Սամվել Կարապետյանն է դուր գալիս։ Օքեյ եմ, դրա հետ էլ եմ օքեյ։ Կամ չգիտեմ, Ծառուկյան Գագիկնա կամ իր առաջարկած հələ չի առաջարկել վարչապետի թեկնածուն։ Օքեյ եմ դրա հետ էլ, թող լինի տենց, բայց ոչ Փաշինյան։ Հասկանալի, շնորհակալ եմ Միրդադ, Ես եմ դերության համար, ես շեշտում զրուցում եմ Միրդադ Մադաթյանից, տեսություն կհանդիպենք։